Երեխեք ջան ողջույն բոլորին։ Ես էստեղ այս դուրս խմելու, ասեցի ձերքի հետ ստեմ մեր նոր վլոգը։ Վլոգը սկսում եմ գրեթե այնտեղ, որտեղ ավարտել եմ նախորդը։ Մոնտաժային աշխատանքներ ունեի, արեցի, վերջացրեցի, խորերին կերակրեցի, որոշեցի մի հատ սուրճ խմեմ, որովհետև գլուխս ցավում է, այս եղանակները գիտեք ինձ վրա ոնց են անդրադառնում, ամեն անգամ նույնը թութակի պես ասում եմ, բայց ինչևէ։ Չայի բաժակով մենակ հայերը կարան կոֆե խմենալ։ Ամեն անգամ ծիծաղս գալիս այս երևույթից, բայց դե ինչ անենք։ Աստորեն այսօր ամբողջ օրը իրոք անձրև էր։ Ինձ թվում էր երկրորդ կեսին գոնե եղանակը կբարձրանա, լավանա, բայց ոչ, ինչպես տեսնում եք։ Այս տիպի քաղցրավենիք, որ տեսնում եմ, միշտ հիշում եմ փոքր տարիքս։ Մենք մի հատ հարևանուհի ունենք, Արփինե ծույցը, այս կարծեմ, ինքը իր գարաժում ուներ խանութ։ Ու մամաս իմ ձեռից բռնած միշտ տանում էր այդ խանութը, իրար հետ գնում էինք, ու ինքը ինձ առնում էր թափանցիկ ցելոֆանով, կարտոնի սենց սպիտակ հիմքով, հա, վրա 3 հատ զեֆիր էր, ու դա թափանցիկ տոպրակի մեջ։ Ու այդ մանկությանս հուշը ամեն անգամ այս զեֆիրանման ամեն անգամ ապրում եմ նորից։ Որ գործերը տանում ես, խիղճտերն են հանգիստ արիրում։ Այստեղ ձեզ ուզեցի ցույց տամ բանջարեղենային գնումները, սմուզի համար կիվի, նարինջ, լոլիկ, 1000-ի թերթիկներ, կանացող, կանաչի, բանան, խնձոր, վարունգ եւ նոր կարտոֆիլ, որպեսզի մի երկու բան սարքեմ, որ սիրում եմ էլի, որ պատրաստի լինում է, որ խորենը որ բան սոված լինի, այդ պահին ուտելիքը լինի, դեղ խմելուց առաջ անպայման պիտի լավ սնվել էլի, նոր դրա համար այդ պահը պիտի պատրաստ պահես։ Ջանը, դավը սմետանա է ուտում, ինչ արևս։ Անանաս, խորիկ անանասի յոգուրտն էր ուզում, ասեցի դավարի քեզ է սմետանա լցնեմ, ինքն էլ էր ուզում։ Հիմա ֆիքսել ասում է, չէ, ես ուզում եի անանաս։ Այստեղ անցնում եմ միշտ ֆարշ անելուն, որովհետև ուզում եմ ամբողջովին ֆարշը բռնեմ, կեսը կտնեմ մարազիրկա, մյուս կեսը հիմա կատլետիկներ կսարքեմ, քանի որ վաղը տանը չեմ լինելու, ես պիտի ամեն ինչ պատրաստեմ, որ հանգիստ խղճով գնամ, որովհետև չգիտեմ, հիմա որ ճիշտ ասեմ, այդքան էլ այդ միջոցառումների տրամադրության մեջ չեմ, ուղղակի որպես բլոգեր աշխատանքային մասով բաներ կա, որ չեմ կարող չգնալ, էլի իրանք կարևոր են, դրա համար գոնե ամեն ինչ պատրաստեմ, եմ որ ասում եմ խիղճս հանգիստ էլի գնամ, կաթ եմ դրել խորենի համար, հեսա կակաոյի յուղով կտամ թող խմի մի հատ, ես էլ այդ ընթացքում աղցան կպատրաստեմ, կարտոֆիլը կտապակեմ, բայց շատ չեմ կարմրացնում, ոչ մեծ քանակությամբ, հա ձեթի մեջ, ու մեկ էլ կատլետիկները կսարքեմ, մի մասն էլ ֆրիկադելկաների տեսքով կգցեմ խալադինիկ, հետո ինչ-որ բան կսարքեմ։ Երեխեքին խնդրել եմ հյուրասենյակում խելոք հեռուստացույց նայեն, շատ խոշոր կտրեցի, մինչև ես բան անեմ, իրականում կարամ բլենդել անեմ, բայց կտրատեմ երևի, թե բլենդ անեմ կանաչի հետ, լավ եկեք կանաչի հետ բլենդ անենք ավելի լավ է, այսպես, որ չառանցնանա էլի մեջից, խառը կանաչի կլցնեմ հիմա, այսպես կտրատեմ, որ հեշտ հաղթահարի բլենդերս։ Մի քիչ ջուր եմ ավելացնում։ Աղա արել եմ մսին, մի քիչ ավելի շուտ, հիմա կանեմ կարմիր պղպեղ, ու երկու այդպես իմ սիրած համեմունքներից ու մեր ֆարշը կհունցենք։ Մսի մի մասը ուղղակի ցելոֆանով արդեն գցեցի մարազիրկայի այդ տակի հատվածը, հիմա մի մասը կսարքեմ սենց պուճուրիկ ֆրիկադելկաներ, այսպիսի։ Եվ մնացածն էլ կատլետիկ։ Մի ճաշի եմ սարքում, որ բրնձով ճաշ սարքեմ, էլի, բուլյոնչիկ։ Մակիաժս մաքրել եմ, որովհետև ահա որ ձևի գլխացավ ունեի, ասեցի գոնե ինձ մի փոքր
օգնեմ էլի, որովհետև մակիաժով այս օր եկա տուն, հասկացա, որ մոռացել էի դուշը սկսեի, ուղեղս ուրիշ տեղ ակսվել էի, ես ասում եմ, մի բան է ինչի մակիաժից մեջ, մեկ էլ տեսնեմ դուշը չկա, ասեցի լավ, դժվար թե ուրիշները դա նկատեն, այս լավ վարշ ա եղել, հոտանուշ, ֆոլգա եմ ամեն օր մոռանում առնել, ֆոլգայով մարազիլկա գցելը հարմար է այս պերգամենտի թղթով չգիտեմ ոնց եմ գցելու, հեսա մի բան կմտածեմ։ Երեխեքին գործ եմ տվել, ասել եմ լվացքը հավաքեն երկու աղբեր, մեկը ծալի, մեկը տեղավորի։ Չգիտեմ դա ինչով կավարտվի, բայց ավելի շատ արել եմ ոչ թե որ գործս իմ փոխարեն անեն, այլ որ աղմուկ չանեն, ինչ որ բանով զբաղվեն, խորիկին այնտեղ չխանգարեն։ Հեռախոսով չէի ուզում էլի, խնդրեմ աղմուկ ասեցի իրար կերան, չէի ուզում հեռախոսով զբաղվեին։ Արտաշե ջան, ես քեզ խնդրեցի, չէ որ նենց գործ անեք, որ ձայնը չլսեմ։ Մեռնեմ ջանիդ, խնդրում եմ։ Լավ ջան, դու էլ մի քիչ հանդուրժող եղի։ Ամեն ինչ քո ուզածով չի կարա լինի այս կյանքում, տղես։ Всё, այսքանը հերիքա, մնացածը կոտլետ։ Այստեղ բանը պերգամենտի թուղթը դրել էի, որ մի անգամից վրան անեի։ Հիմա մի հատ մտածում սա ոնց եմ մարազիլկա տեղափոխում, որովհետև ստոյկի չի էլ այդ տակի հատվածը։ Տեսեք, այսպես տախտակի վրա ցելոֆան փռեցի, դրեցի վրան, հիմա մի հատ ուրիշ ցելոֆանով էլ, այսպես կքաշեմ վրան էլի, ու այսպես կդնեմ մարազիլկա։ Երեխեք ջան, կատլետիկները արդեն պատրաստեցի, մնում է իրանց շոքե խաշեմ։ Շատ ժարիտ չեմ անում, որտեղ խորիկին ժարի տարած սնունդ այդքան էլ խոր չի տրվում, ավելի շատ շոքե խաշում եմ։ Դավ ջան, պապային չենք խանգարում, դասա պարապում պապան։ Տեղից դժվար է պապային, Արտաշես։ Այս մեր դավը սկսել է շատ սիրուն նկարել։ Արդեն կարում է իր պատկերացումները հանձնի թղթին, հա դավ։ Շատ լավ է քո մոտ ստացվում, կյանք։ Շատ խորացած է, էլի չենք ուզում խանգարենք, Արտաշեսս կգնաս մկրատը բերես, քո եղունգները կտրենք։ Մկրատս։ Հա, այն փոքրիկ մկրատը։ Ես մտածեցի այն դպրոց մկրատ։ Չէ։ Երեխեք ջան, մեզ մոտ նոր օր է բացվել, ես ինչպես տեսնում եք պատրաստվել եմ, հագնվել եմ, որովհետև այսօր միջոցառում կա, միջոցառում, որ ինչ լունան չէի կարող, որովհետև ինքը, կարևոր է, բլոգերի կյանքում կարևոր է։ Ինչպես արդեն ասել եմ, Արտաշեսին եմ իմ հետ տանում, արդեն հագնվել պատրաստվել է, շուտով ընկերուներս տաքսին կկանչեն ու կգան իմ հետևից։ Իմ ամբողջական տեսքը ձեզ ցույց կտամ ավելի ուշ։ Հիմա ուղղակի արդեն պիտի դուրս գանք, դրա համար ավելի լավ է բուն գործով զբաղվեմ, ոչ չուշանանք։ Երկու զարդ եմ դրել, այդպես իհարկե մանիկյուրս եմ սխալ ընտրել, որովհետև ուրիշ բան էի պլանավորում հագնել, բայց ոչինչ։ Ունենք այն ինչ որ ունենք, արդեն չեմ կարող փոխել հաստատ։ Այս տիպի մի կադր ընտրեմ, որ ձեզ ցույց տամ, իրականում սա տոպ է, բայց այս տոպերը այնպես եմ հագնում, որ կամ շատ քիչ է բացվենում, կամ ընդհանրապես չի մնում։ Սև պայուսակն է եւ բոթասները սպիտակ ու բաց ֆիոլետովի, այս զարդի գույնի են երեխեք ընդհանուր առմամբ։ Всё, կարող եմ դուզգախոր, բայց կուրտկա վերցնեմ, չէ երևի։ Ճիշտ է, չեմ ուզում վեշ անեմ, հետս բայց էլի կվերցնեմ։ Արտաշեսը կհագնի իր կուրտկա, ինձ ես կվերցնեմ ինձ հետ։ Մենք արդեն դուրս ենք եկել երեխեք ջան։ Այո, Գանձուկս գնանք կանգար, որ չուշանանք։ Կանգարի մոտից մեզ տաքսիով կվերցնեն։ Կուրտկայում հետս վերցրել, նավսյակի случай։ Ասեցի ավելի լավ է մի քիչ քաշ տամ հետս, բայց չմրսեմ, քան հակառակը։ Այս պահի դրությամբ եղանակը ամեն դեպքում շատ լավն է, պրոստը մենք քաղաքից դուրս ենք գնում, իսկ այնտեղ չգիտես ոնց կլինի, էլի։ Գանձես։ Ուրախ ես, որ գալիս ես։ Դե լավ է։ Ես արդեն որ Արտաշեսս մեծ է, իրան կարում եմ հետս տարբեր տեղեր տանեմ, որ մի քիչ էլ դավը մեծանա, մի հատ չոլկատ կդզես, տենց վերև կտաս։ Ահա, նու, պլյուս մինուս մի բան եղավ։ Հեսա հասնում են։ Ես այդիկ առաջ Լավ չեմ։ Ոնց է պատրաստական, մի անգամից բարևում։ Թեք ջան, արդեն տեղում ենք, այստեղ հավաքվել ենք, մեքենան էլ էսա ոնց որ թե որով գնալու ենք։
մեզ բարի ճանապարհ ոնց որ ասում են։ Կարևորը եղանակը շատ լավն է։ Միջալոց մենք այնտեղ կոնկուրս ենք ունենալու, ուզում ոչ մեկ խնդիր չունի բան պատրաստել։ Ես մենակ ուտելու կոնկուրսներին եմ պատրաստ եմ աստղ։ Մենք այսօրվա դեգուստատորներից Առաջարկը ընդունված է։ Սենց կերած հա Ժիրի բիովկային է լու, так что օքեյ, ինչ որ բան։ Իսկ ինչ եմ պատրաստելու, ինչ ենք։ Ձկնամթ։ Դուք սիրում եմ ձկնամթերք պատրաստել, չէ՞ որ մի անգամ ես թփրտած ընկավ։ Սիրտս կա։ Всё, միջա քողարկել ենք, կան չել ենք, ես դիշ Հայաստանում իմիջալոց շատ բարդ է, տղա նորմալ լավ ինֆլուենսերների գտնել։ Կամ շատ դեպի ինչ որ TikTok-յան իրականության մեջ է, պապա բլոգինգ գրել եմ ինքս զբաղված էլ, Greek պապա բլոգը։ Իսկ բանը այն շաուրմա վայբսի։ Մենք արդեն շարժվել ենք երեխեք ջան, խորենի հետ կապի մեջ եմ, ճիշտը որ ասեմ, այսպես ասած հանգիստ խղճով չեմ դուրս եկել, անդադ գրում եմ ոնց ես, ինչ կա, ինչ ես անում, ջերմությունը չափեցիր, ճնշումը չափեցիր, սատուրացիան չափեցիր, զգում եմ, որ ինքն էլ է, էլի, սենց բան անսովորად այս վերջի շաբաթները ես իրա կողքից տեղ չեմ գնում, իրան էլ է անսովոր, որ դուրս եմ եկել, բայց իրականում այնպես է, որ կարող էի դուրս գալ արդեն, էլի, ուղղակի հոգեբանորեն ինքը ավելի հանգիստ է իրան զգում, երբ որ ես իրա կողքից եմ։ Այսօր շատ լավ եղանակ է, դաժե կարայի կուրտկա չվերցնեի, իհարկե ես չգիտեմ արդնիում ինչ ա լինելու, կարող է այնտեղ ավելի սառը լինի, բայց եթե իմաստից նայեք եղանակին, կապույտ անամք երկինքը, կարծում եմ պլյուս 20-ի կարգի, որ հաստատ կա, գրեց 36-7 ստադի, ջերմություններ էլի չափեն խնդրել էի, որ գրի մի հատ, արդեն մենք Ռուսիլը Հավես միջավայրը, երեխեքը իրար հետ լավ լեզու են գտել, ամարը որ սևանա պեքին է։ Հասանք երեխեք ջան։ Իհարկե, ոչ, չխաղաք։ Դա ասել եմ խելոք քեզ կպահես տղես, ինքն է սա հարցնում է։ Այստեղ անձրև է եղել, թե ուղղակի ջրել են։ Սարերի մեջ ենք։ Սիրուն տեղ է իրականում։ Խելոք եք, սիրալիր։ Երեխեք, մի հատ նայեք ինչ շքեղ տեսարան է։ Շատ սիրուն է։ Արտաշեսս խաղում է, ուրախ է, հավես է շատ, ընտանիք խովել գալու համար, իսկ հիմա հավես է։ Տղես ծաղիքներ էր հավաքել։ Բաչի վազելու դեր է բաչինում։ Տղես վազել, ուղղակի շատ հեռու է գնում, ես անհանգստանում եմ։ Երեխեք ջան, մենք արդեն վերևում ենք, այստեղ խովանավորներն են, իրենց նվերներով, մենք էլ, ահա, այսպես։ Ամեն ինչ իրենց շուրջ է կառուցված։ Այդտեղ եմ ուզում հրավիրեմ ֆուդ բլոգեր Աբրահամին, Աբրահամ ջան։ Երեխեք ջան, ուրեմն մենք բաժանվեցինք երկու թիմի ու այդ թիմերը պիտի ճաշապատրաստման մրցույթի մասնակցեն, իսկ այն երեխեքը, որոնք չներառվեցին թիմում, գնում են գաթա թխելու։ Ես ներառվել եմ խոհարարական թիմում, չգիտեմ ինչ ենք սարքելու, բայց մրցույթ է լինելու։ Ասեցի ձեզ ասեմ ու գնամ շարունակեմ, հասկանամ ինչ ենք անում։
Վայ, վայ, Ժարիտը տեղն ամերի։ Կարող էի կողմից նայենք, որ Ժարիտը տեղը չի, կողմ էի կողմը Ժարիտը տեղն է։ Եք ջան, մեր թիմը հաղթեց մրցույթում, խոհարարը ավելի շատ մերը հավանեց։ Քիչ-քիչ նվերներս էի բացում, այս գաթան շահել եմ այդ խոհարարական մրցույթի ժամանակ։ Հա, հիմա կտամ, մի րոպե արևս։ Մի խոսքով, անուշ բուրում է, հեսա մնացած նվերներն էլ ձեզ անպայման ցույց կտամ, նենց գլխացավ ունեմ երեխեք։ Հաջորդ նվերը, որ ստացել է, այդ հոգիսի կողմից է, շատ գեղեցիկ զարդեր են իրանք ներկայացնում։ Նախ Արտաշեսին էին նվիրել այսպիսի գեղեցիկ թիթեռնիկ, այս կարող է պահեմ, որ դավս գնա առաջին դասարան, որովհետև հիմա Արտաշեսը դպրոցում չի գրում, կամ Արտաշեսը ինչ-որ միրապրիատիայի եթե հետս գա, կարող ենք այսպես իր սարոջկայի հետ գրել, եւ երկրորդ զարդը, ինքը թե այս դուք ասեք շարֆիկի նման հատված առանձին էր, օղակը առանձին եւ սա առանձին։ Ես ճիշտ ձևով եմ հուսամ կապել, եթե ոչ մի հատ կզննեմ, եւ սա էլ արդեն տեսեք ինչքան սիրուն է։ Ինչ շատ է դուր եկել, կարծում եմ, որ կանացի է շատ ու հետաքրքիր տեսքարը հաղորդի մեր լուքին, հա, օբրազին։ Ոյ, քիթիկս քորա գալիս։ Մի խոսքով, այսպիսի հավես նվերներ են, երեխեք ջան, որոնք ստանում ես ու մի տեսակ ավելի տրամադրությունը բարձրանում է։ Երեխեք ջան, ունեի նվերներ Mr. Gin-ից, տարբեր այսպես միջոցներ են։ Սա ինչ է։ Մաքրող միջոցներ են, խոսքով սա երևի ձեռքի հեղուկ օճառը, ամանի հեղուկը, պատուկ չէ։ Ոյ ինչ լավ է, գազօջախս կակրած մաքրելու կարիք ունի։ Խոսքով այս տիպի հետաքրքիր բաներ։ Նաև նվեր էի ստացել Ջանազյանից, իրանք բժիշկ է ստեղծել այս ֆիրման ու հայկական արտադրության է, բայց որակյալ է շատ։ Այս մեկը լոգանքի գելա մեծ սիրով կօգտագործեմ, այս էլ գիշերային քսուկա եւ այս մեծ սիրով կօգտագործեմ։ Հետաքրքիր է, մի հատ բացենք, տեսնենք սրա մեջը։ Ինչ է։ Տեսեք։ Այսպիսի։ Բնական բուսական բույր ունի։ Սա կօգտագործեմ, ես կարծում եմ լավն է։ Իրանց ճանաչում եմ, էլի, ամուսիններով բլոգով են զբաղվում։ Գիտեմ այսպես, հեռակա։ Ես էլ սիրով կօգտագործեմ։ Ոյ երեխեք, այնքան գլխացավ, այնպես ուրեմն տաքսում էր որ գալիս ենք, հետևը տեղ չկար, նստել էի առջևի մասում ու աղջիկներով որ խոսում ենք, ասես պտտվել էի, պտտված էինք խոսում, այդ պտտված վիճակից ահա որ գլխացավ ամոթը սկսել։ Վերջին նվերս էի նայում, այսպիսի գեղեցիկ փաթեթավորմամբ, բնական օճառներ են երեխեք, նայեք ինչ սիրուն է, այնքան բուսական հոտ ունի։ Չեք պատկերացնի ինչ գեղեցիկ է նայվում ու ինչքան անուշավ բուրում, ռուչնայա ռաբոտա ձեռքի աշխատանքա։ Ես էլ այսպես, երեխեք ջան։ Սիրում եմ երբ իվենտների ես գնում ու հավես սենց օգտակար, գեղեցիկ, կանացի նվերներ ես ստանում։ Իհարկե նաև հետո սիրով ներկայացնում եմ իմ հետևորդներին Instagram-ում հատկապես, որ իրենք էլ ծանոթ լինեն այս էջերին, հա։ Հաճախ ասում են ինչու են ձեզ կանչում իվենտների, ինչի մենք էլ ոնց անենք գնանք, երեխեք ջան, սա կոչվում է փոխշահավետության ֆակտոր։ Կանչում են բլոգերներին, որոնց ցանկանում են տեսնել իրենց մոտ եւ իմանում են, հա, հասկանում եմ, բլոգերը ունի աուդիտորիա, հետեւաբար բոլոր են հովանավորները, ովքեր կազմակերպել են այդ իվենթը, եւ գլխավոր կազմակերպիչը, իրենց օգուտը այդ ամեն ինչից այն է, որ իրենց պրոդուկտը, որը դու նվեր ես ստանում, կամ իրենց ռեստորանը, որտեղ դու հյուր ես գնացել, դու ծանոթացնում ես քո աուդիտորիային այդ ամեն ինչի հետ, եւ դա կոչվում է փոխշահավետ համագործակցություն։ Դու ստանում ես նվեր, ունենում ես լավ ժամանց եւ ներկայացնում ես քո աուդիտորիային այն ամեն ինչը, ինչ այդ օրը կատարվել է քո հետ կամ այն ինչը դու նվեր ես ստացել։
Օրեն ասում եմ մի հատ նվերել իմ կողմից ունես քո պահարանի մեջ, այսօր Դավի հետ դուրս էր եկել, մի քիչ մաքուլոթը դե իրան պետք է, որ մենք տանը չենք եղել, մի քիչ դուրս էր եկել մաքուլոթի, քանի որ այս ամեն ինչի, այսպես ասած, հետևանքով, հա, իմ ամուսնյակիս հետ առողջական եւ այլն բան, բացել է նաեւ իմ կասան, հետո կասեմ այդ կասան ինչ նպատակով էի հավաքում, հիմա ես ուզում եմ նորից սկսել, հա, հավաքել իմ կասան, ու ինքը ինձ առել էր նոր կասա, որ հավաքեմ իմ, այսպես ասած, գումարները, սենց հավես նպատակի համար եմ ուզում հավաքել ու հələ դեռ ժամանակ ունենք, ինչև այդ նպատակի պահը գալը, հա, այնպես որ կհասցնեմ նորից քիչ-քիչ կսկսեմ իրեն հավաքել, սոտիկի կասայի մեջ հավաքելը մի տեսակ ուրիշ էֆեկտ է տալիս, ես ունեմ բանալիով սեյֆ, որտեղ եւս ինչ-որ բաներ մի կողմ եմ դնում, հա, գումարներ, բայց երբ որ կասայում է ինքը ոնց որ անդրնմխելի լինի, դու բանալին կարաս բացես, բայց սա է որ ծայրահեղ դեպքում է բացվում, էլի այդ առումով, ջան։ Ես եմ բերել։ Ուй, սա, շնորհակալ, ոչկանից, դու ուզում ես մաման գա տուն արդեն, սիրում ես քո մամային։ Հա, մաման մինի քոսետի։ Վախ, մազերտի կտրենք դավուկ այս երկարել արդեն։